Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ մի քանի վայրկյան սպասենք, մեր ընկերներից հավաքվեն ու սկսենք, չնայած որ հույս ունեմ կդիտեք եւ կտարածեք եթերը, այնպես որ բոլորն էլ կհասցնեն իրենց ժամանակին տեսնել։ Բայց ես ավելի կցանկանայի, որ սկզբից մինչև վերջ դիտեք այս եթերը, գնահատականը լինելու է իհարկե օրվա թեմայով, բայց մի փոքր լայն կոնտեքստում, որովհետեւ մենք կարծես թե շատ ենք թույլ տալիս մենք հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, որքան էլ որ դժվարին փուլում ենք մեզ համար, որովհետև շատ բաներ ինքներս էլ նոր ենք սկսում գիտակցել, շատ բաներ ինքներս էլ մեզ համար նոր ենք բարձում, եւ այո, ինքներս էլ նոր ենք սկսում հասկանալ, թե իրականում ինչա նշանակում լինել պետության քաղաքացի եւ ինչա նշանակում լինել բառադի մեկը։ Այս ամենը մեր համար մենք նոր որոշակի փոփոխությունների փուլում ենք եւ իհարկե ինչպես ցանկացած փոփոխություն, սա նույնպես թացը չորի հետ որոշ դեպքերում վառելու է գնա, բայց վերջնական հաղթանակը լինելու է պետականության ինքնիշխանության պահպանումը, ամրացումը, պետական ինստիտուտների ամբողջական կայացումը, լինելու է կրթված մարդկանցով համակարգերը լցնելը եւ իսկապես սրտացավ մարդկանցով, լինելու է մեր բանակի ամրությունը, հզորությունը, լինելու է ժողովրդավարության ճանապարհը։ Մի խոսքով զարգանալու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը առանձին մարմին չի, դա մենք ենք եւ կզարգանա այնպես, ինչպես մենք կցանկանանք։ Հիմա, քանի որ վերնագիրը երևի թե տեսել եք եթերի, ես կփորձեմ այդ շրջանակներում ու ընթացս ամեն բան մանրամասնել, հա։ Նախ Գյումրու թեմայով կապված Վարդանիկի հետ ու այդ խոսույթների հետ։ Վարդանիկին էլ դեռ մի կողմ դնենք։ Արդեն Facebook-ում բավականին խոսվել եւ գնահատականներ են տրվել, բայց ես շատ կուզեմ, որպեսզի այս եթերը դիտեն հատկապես այն սրիկաները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում իբր իրենց արևին թուրք են փնտրում եւ մարդկանց մոլորեցնում, խափում եւ թշնամանքի մթնոլորտում փորձում իրենց թալանտչիական գործունեությունը իրականացնել։ Ուրեմն սկսենք այնտեղից, որ ամեն ապուշ բանի անունը դնում եք ազգային։ Ամեն ախմախ բան ազգային չի, ամեն անասուն ազգային չի, ամեն հիմար արտահայտություն ազգային չի, եւ երբ որ ազգայինի քողի տակ սրիկայություններ եք անում, ձեզ չթվա թե դա ոչ ոք չի նկատում, ազգային շրջելով ֆռում եք ու շատ եք սիրում ես վերջին 1-2 տարում հատկապես թուրքական օրակարգ են սպասարկում, թուրքական օրակարգ են սպասարկում։ Նա ձեզ հարց տամ էլի, այ դամբուլներ, այ դեբիլներ, կյանքում մի գիրք չբացածներ, հայերեն տառերով գրել չսովորածներ։ Նա ձեզ հարց տամ Դուք որտեղից գիտեք թուրքական օրակարգը ինչ է։ Մենք ձեզանից որևիցե մեկը կարա թելադրի, ասի, ինչ նկատի ունի թուրքական օրակարգ ասելով եւ մատնացույց անի, թե այդ օրակարգը ինչպես է սպասարկվում։ Թուրքական օրակարգ ոչ միայն թուրքական, օտարերկրյա ուժերի սպասարկումներն ու ստրուկները ճորտերը դուք եք եղել կաք ու լինելու ձեր դեբիլ ուղեղով։ Սասել Թուրք եք փնտրում, ես բազմից եմ ձեզ ասել, գիտեք ինչ, եթե դուք այդքան համարձակություն դրսևորեիք, մի հատ գնայիք սահմանը անցնեիք, Բաթումիով կարող եք իմիջայլոց, $20 վիզան ստանալը Թուրքիայի, վստահաբար ունեք, եթե 4 միլիոն կաշառքի մասին եք խոսում, անցնեք, գնայիք այնտեղ 100 միլիոնից ավել թուրք կա, գնայիք ձեզ ցույց տայք, այնտեղ ասում թե հայ մարդա մեջը դրել էփելա, դրել վերցրել է, գնացել է իր վրեժը առանձին վերցած լուծում է։ Դուք ինչ եք դրել Հայաստանում թրքական, առհասարակ ես խիստ դատապարտում եմ Հայաստանի Հանրապետությունում թշնամական մթնոլորտ հարևանների հետ անընդհատ տակ պահելը, որովհետև մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, իհարկե խաղաղության ճանապարհը հատուկ դալբայոբների համար ասեմ, խաղաղության ճանապարհով գնալ չի ենթադրում պատմական անցյալը մոռանալ կամ ուրանալ։ Սա հատուկ անասունների համար, ովքեր չեն կարողանում պատկերացնել խոսքը ինչի մասին է։ Եթե չեք հասկանում, եկեք առանձին դասընթացներ տամ, դիմեք տամ դասընթացներ։ Հիմի դուրս եք եկել Գիտեք այդ ինչ մարդն ազգայինն են ուրանում, այդ այնց բոլորին ձերբակալում են, բաներին, չգիտեմ, սրբազաններին, են Գեգամ Մանուկյանը ասում, զանգել են կահացու, ասես խայտարակություն չունի, ասում են ես ու Իշխան Սաղաթելյանը ուզում ենք գանք, որպեսզի սրբազանին հանդիպենք, ասում են որ սրբազանին, պատկերացնում եք, ասում են որ սրբազանին, այո, պատկերացնում ենք, թե դուք ինչ նկատի ունեք, ու ես ձեզ ասեմ հետևյալը, Հայաստանից առաքելական սուրբ եկեղեցուն մաքրելու գործում, եթե անհրաժեշտություն լինի բոլոր վեղարավորներին հավաքել, ուրեմն պիտի բոլորին հավաքեն։ Հասկացաք, ինձ համար քանակությունը կապ չունի, ինչքան շատ, այնքան շատ ավելի տեսանելի թե իրականում ինչ հանցագործ խունտա է գործել ու գործում Հայաստանից առաքելական սուրբ եկեղեցում, ովքեր որ կարող են հանցագործի համար զանգեր ղողանջել տալ, բայց 44 օրյա պատերազմի ընթացքում կարող են զանգերը լուր պահել։ Այ ես եք դուք։
Հասկացաք, ձեր գնահատակ, ձեր պատկերացումը ազգայինի մասին դա է։ Հիմա ես ներկայացնեմ իմ ազգը։ Իմ ազգը ոչ խորքային անասուն է, ինչպես ձևակերպում էր ձեր սրբազաններից մեկը, ոչ դավադիր է, ոչ էլ օտարամոլ, ոչ էլ թրքամոլ։ Գուցե դուք ձեր անձնական նկարագիրն եք այստեղ ներկայացնում։ Այնուամենայնիվ շարունակեմ։ Տեսեք, իմ ազգը սերում է հենց նոր նահապետի 3 որդիներից Հաբեթի տոհմով։ Հաբետի ծորն էր հանդիսանում Հայկ Նահապետը, ով պիտի կռվեր բելի հետ եւ հաղթեր նրան։ Եվ չի եղել դա, ես խնդրում եմ ժողովուրդ ջան, խորքային ըմբռնեք իմ ասածը, որ ավելի ճիշտ ընթացք ստանա խոսքը։ Տեսեք, Հայկ Նահապետի կռիվը բելի հետ որևիցե մեկը ուսումնասիրել եք ինչի մասին է եղել։ Այդքի աշխարհում լեն ու բոլ ընդամենը մի քանի հազար մարդ ապրում, մեկ էլ հանկարծ մեկը մյուսի վրա է հարձակվում։ Ինչի համար բա։ Ուրեմն ես ձեզ ասեմ, ես այս պատմությունը մի քիչ կմանրամասնեմ, երևի թե այսօր մի փոքր կամ ընթացքում շատ ավելի։ Ուրեմն, երբ որ կառուցվում էր Բաբելոնի աշտարակը, իսկ հայերը լինելով աստվածային ազգ, կարողացել են հեշտությամբ տիրապետել բոլոր լեզուներին, եւ բացի շինարարները, որոնք որ պիտի բոլոր ազգերից լինեին, ներկա են եղել նաեւ հայերը Թոլգոմի առաջնորդությամբ, ովքեր որ թարգմանչական ավելի շատ գործունեություն պիտի կատարեն։ Սա ըստ լեգենդի, հա, բայց գիտեք որ շատ լեգենդներ իրականության հետ ունենում են առնչություն։ Թոլգոմը առաջնորդում է իր զոր բանի ներկայացուցիչներին թարգմանչական գործում։ Իմիջայլոց միակ ժողովուրդն ենք հանդիսանում, ովքեր ունեն թարգմանչած տոն։ Թարգմանիչ բառը Թոլգոմ բառի հետ ուղիղ առնչություն ունի, սա էլ ձեզ ասեմ։ Ուրեմն Հաբեթ, Թիրաս, Թոլգոմ։ Այս Թոլգոմի մասին է խոսքը։ Հետո, իհարկե Թոլգոմը արդեն Հայկ Նահապետի հայրը։ Թոլգոմը թե Հայկը, հիմա լեգենդը լավ չեմ հիշում, տեսնում են երազ, որտեղ որ երկնքից Աստծո ձայնը նրանց զգուշացնում է, որ չոքնեն այդ գործում, որովհետև դա իր սրտով չի, Բաբելոնի աշտարակի կառուցումը եւ հեռանան աշտարակից, որովհետև ինքը մտադրություններ ունի։ Դուք կարդացել եք երևի շատ, որ ասում են Աստված բոլորի լեզուները խառնեց իրար։ Դա ոչ թե ամեն մեկին մի լեզվով խոսելու ընդունակություն տվեց, այլ որովհետև Հայկ Նահապետը իր ներկայացուցիչներին վերցրեց ու վերադարձավ իր բնակավար Արարատյան դաշտավեր։ Վերադարձավ եւ ոչ մեկ բոլորը սկսեցին իրար չհասկանալ, թարգմանիչները չկային, հասկանում եք, սկսեցին իրար չհասկանալ, այսինքն խառնվեցին լեզուները։ Եվ գործը կանգնեց։ Բելը ցանկանում էր շարունակել աշտարակի կառուցումը, իմիջիալոց այդ նկարը որ դուք տեսնում եք Անգլիայի բանում որ պահվում է, հա, այն որ կտեսնեք տակը գրած է Արարատ, մեծ տոհմածառը, այս կողմը Բաբելոնն է, այս կողմը արդեն Արարատ լեռն է եւ այլն եւ այլն։ Այդ նկարը գծանկարը երևի շատերը եք տեսել։ Բելը, որպեսզի շարունակի շինարարությունը, աշխատանքը Բաբելոնի սպառնում է, որ կհարձակվի, եթե նա չվերադառնա եւ իր գործողությունները չշարունակի։ Հայկ Նահապետը իհարկե չի վերադառնում, որովհետեւ Աստծո հրահանգով է ինքը դուրս եկել եւ նա Աստծուն միայն կարող էր ենթարկվել, հետեւաբար սա հարձակվում է, սկսում է պատերազմը։ Ըստ մեկ այլ լեգենդի, այն լայնադլիճ աղեղը եւ երասայր նետը, որով որ պիտի խոցեր Բելին, դա Հայկ Նահապետը ստանում է երկնքից։ Լույսով իջնում է այդ բանը։ Այսպեսի լեգենդ կա։ Ու այսինքն քաղաքակրթությունների կռիվ պիտի լիներ, այսինքն լույսի աստվածային կռիվ պիտի լիներ։ Մենք այն եզակի ազգերից ենք, ովքեր գիտեն կոնկրետ իրենց նախահայրը ով է եղել ու ինչպիսի բարգով ու վարքով է հայտնի եղել, հա, եւ Աստծո հրահանգը իրականացնող կատարող։ Շատ լեգենդներում Հայկ Նահապետին նմանեցնում են կամ նույնականացնում են Մելքիսեդեկի հետ, սա առանձին թեմաներ է, եկեք այստեղ չմտնենք, որովհետեւ իմ խոսքը հիմա ուրիշ բանի մասին է։ Իմ ազգը հիմա վերադառնալու սրանց Հայկ Նահապետի սերունդներն են։ Հայկ Նահապետի, ովքեր հանուն արդարության կռիվ պիտի տային եւ հանուն Աստծո անունից պիտի կռիվ տային։ Իհարկե իմ ազգը հետագայում շատ է պատահել, որ եղել է այլոց տիրապետությունների տակ ու բնականաբար ամեն տիրապետության կայսրության տիրապետության տակ հայտնվելուց նա պիտի վնասվեր ոչ միայն կենցաղային մակարդակով, այլ գենետիկ առումով, չնայած պետք է ասեմ, որ վերջին տարիներին շատ լուրջ հետազոտություններ են իրականացվում գենետիկ, որտեղ որ հայերին բնութագրում են, որ ամենաամուր ձևով պահպանված է եւ հայերը իրենց հազարամյակների ընթացքում շատ չնչին փոփոխություն են կրել գենետիկական, այսինքն վերականգնվող նաև հատկություն ունի, շատ ուժեղ գեն ունի հայկական գենը։ Մի խոսքով, ինչի մասին որ ադրբեջանցիները շատ են ինֆակտ ստանում, սա էլ ասեմ, հա, որովհետև այնտեղ ուրիշ բաներ կա։ Ես սիրում եմ ուսումնասիրել եւ ուսումնասիրում եմ։ Եվ խոսքս հետ սիրողական մակարդակի մասին չի։ Հետագայում մենք ունեցել ենք արքաներ, թագավորներ, որոնց մեծամասնությունը եղել են բարեխիղճ, եղել են ժողովրդավար։ Այսօրվա պատկերացումով ժողովրդավարությունը շատ է նկարագրվում, օրինակ
Արթուր արքայի, հա, բանով այդ կլոր սեղանի, կամ շատ նկարագրվում է հունական բաներից, դեմոկրատիա բառի թարգմանություն եւ այլն, բայց պետք է ձեզ ասեմ, որ այդ ամեն ինչից առաջ հայկականությունն ունեցել է ժողովրդավարության որպես սիմվոլ աշխարհաժողով հասկացողությունը, որտեղ որ մեծ աշխարհաժողով է լինում, բոլոր մասնագիտությունների տեր, բոլոր մարզերից ու նահանգներից գալիս էին ժողովրդի ներկայացուցիչներ, թե հասարակ ժողովրդի շինականներից, սկսած կոշկակարներից վերջացած, թե ասենք իշխանավորներ, իշխաններ, մեծ բիզնեսմեններ այն ժամանակվա բանով, առևտրականներ, վաճառականներ, ընդհանուր միջև եւ մի քանի օր էր տևում այդ աշխարհաժողովը, դա մի քանի տարին մեկ էր լինում եւ արքան լսում էր բոլորին։ Սա մեր հայկականության մասին։ Մենք այն ազգն ենք, ժողովուրդ ջան, որ բացի արքաները, իմիջայլոց այսօրվա հետ մի զուգահեռ տանեմ, բոլոր ժամանակներում այն իշխանները, ովքեր որ ավելի ապահովված էին, իրենց երեխաներին ուղարկում էին կրթության Բյուզանդիա, Հունաստան, չգիտեմ, Հռոմ, տարբեր ժամանակներում տարբեր վայրեր, Իրան, երբեմն Պարթևստան կամ Փրուգ մի խոսքով ուղարկում են սովորելու, ռազմարվեստ սովորելու, դիվանագիտություն սովորելու եւ քանի որ շպիոն հասկացողությունը դա աշխարհի ամենահնագույն հասկացություններից մեկն է, դες գաղտնիք բացեմ, էլի այն մի քանի հազար տարվա պատմություն ունի, դեռ աբորիգեն շրջաններից է գալիս։ Բանա, այսօրվա բառով ասած բերբովկա են լինում, գալիս են այստեղ, ով որ երկրում իրեն լավ էր զգացել, լավ կրթություն էր ստացել, գալիս էր որոշում էր, որ թագավորը սխալ է անում, ինքը ավելի շատ պիտի Իրան, բանը Պարթևստանի հետ լինի, մյուսը ասում էր, չէ, ավելի շատ պիտի հույների հետ լինի, ասենք չգիտեմ, Կիպրոսի հետ, մյուսը ասում էր, չէ, հռոմեացիների հետ, այսինքն ով որտեղ կրթություն էր ստացել, այնտեղի բարգերն էր գովաբանում եւ սկսվում էին միջհայկական ինչ-որ բախումներ եւ դժվարանում էր դրանով թագավորի գործունեությունը եւ Հայաստանը թուլանում էր ընդհանուր առմամբ, որը հետագայում հեշտությամբ կարողանում էին զավթել կամ ենթակայության տակ առնել հարևան երկրները։ Այ մոտավորապես այդպիսի բան այսօր դուք երևի թե տեսնում եք։ Հիմա, քանի որ շարունակում եմ ծանոթություն իմ ազգի հետ, ես շատ համառոտ կլինեմ, մեր ազգային ազգն է, որ մենք ունենք էպոս։ Մեր պատմությունը դնենք մի կողմ, ունենք նաև էպոս։ Եվ մեր էպոսը արդարության մասին, արդարության հաստատման ու փառահեղ ձևով, այսինքն այնտեղ այդ արդարության հաստատումը ճղճիմ ներկայացուցիչներ, միայն ուժից չի, միայն չգիտեմ ինչի տեսանկյունից չի։ Անկամ Սասունցի Դավիթի մասին երևի թե գրված չլիներ, եթե ինքը միայն շատ ուժեղ լիներ։ Ոչ, նա արդարամիտ էր։ Եվ մեր էպոսը ամբողջովին տղամարդու խոստման, խոսքի արժեքի, արդարության արժեքի, համակարգի անխախտելիության կարևորության մասին է, եթե ուշադիր կլինեք։ Ես եկեք միայն մի դրվագ օրինակ բերեմ, իմ սիրելի տեղերից է, հա, այդ օրինակը։ Դուք մնացածը կհասկանաք։ Երբ որ Սասունցի Դավիթը գնում է Մսրամ Մելիքի հետ կռվելու, ասում է անհամար զորք կար այնտեղ։ Ու ինչ է անում Սասունցի Դավիթը առաջին հերթին։ Չի պլանավորում ստրատեգիա, գնա ինչ-որ կերպ կռվի, բոլորին հաղթի, հետո հասնի Մսրամ Մելիքին, մի հատ էլ Մսրին հաղթի, այսպես չի գնում այդ պատերազմը, որովհետև դա իրական պատերազմի մասին չի, դա արժե համակարգային պատերազմի մասին է։ Ինչ է անում։ Գալիս կանոնում ձեն է տալիս։ Ասում ով քնած արթուն կացեք։ Որ արթուն հատ բացատրում է ինչ պիտի անեն, որովհետև ինքը եկել է համակարգային ազնիվ կռվի մղվելու, որովհետև այդ կռվի ազնվությունը կարևոր է։ Այլապես լինում է մի կողմը ընդամենը հաղթեց, բայց այդ կողմը որ կողմն էր որ հաղթեց, խի հաղթեց, խի էր կռվում։ Արդարության հաստատման համար էր եւ աներեր հաստատման։ Ով արթուն է, ձիթ համբեցեք, չէ, զենք կապեցեք։ Նայեք մանրամասն ասում է, երկար, դա իզուր չի որ այդքան երկար ասում է։ Զենք եք կապել, ձիթ համբեցեք, ձի եք թամբել, ձիեսնեցեք, հետո չասեք, թե դուք գնաց, մենք դեռ գնաց, Դավիթ գողգող եկավ գնաց։ Հասկանաք, այսինքն անգամ առճակատման մեջ պիտի ամեն ինչ լիներ ճիշտ իր տեղում։ Սա հայկականությունն է հենց։ Սա հայկականությունն է, որի նման բաներ մենք շատ տեղեր կհանդիպենք, եթե ուսումնասիրենք մեր պատմությունը եւ ցանկանանք նկատել դա, հա, ոչ թե վերաբերվենք որպես միայն բազմադարյա պատմություն, այլ իսկապես այդ պատմությունից փորձենք քաղել դաստիարակչական մասը մեր տեսակի։ Ու նոր սկսվում է բուն գործողությունները, ու դա իզուր չի։ Եվ ազնիվ գործողությունների արդյունքում ամեն ինչ տեղի ունենում։ Այս ազնվության մեջ գոյություն ունի նաև բարոյական մասը։ Երբ մի զարկը լինելով օրհասական կռվի մեջ, մի զարկը բաշխում է իր թշնամու մորը։ Մի զարկը բաշխում է իր թշնամու քույրերին։ Եվ միայն երրորդը իր նպատակին է ծառայեցնում։ Սա է իմ ազգը եւ ազգային դաստիարակությունը։ Եթե ուզում եք իմանալ իմ ազգը ով է, իմ ազգը այն ազգն է, որը ծնել է աշխարհի համար Գրիգոր Նարեկացի։ Աշխարհի համար, մեր համար չէ։ Աշխարհի համար։ Եվ այո, քրիստոնեության վաղեմի ընդունումը, այդքան հնագույն ընդունումը, դա համակարգային փոփոխության մասին է։ Այդքան հեշտ չէ, պատկերացրեք, հիմա բոլորս կարծում ենք, ընդունում ենք, որ մենք քրիստոնյա ենք, մեկ էլ մեկը գալիս ասում է, չէ, եկեք վաղվանից քրիստոնյա չունենք, այդ ամեն ինչը սուտ է եղել։ Հիմա եկեք դառնանք, չգիտեմ, այսինչ կրոնից, մի հատ նոր կրոնի անուն է տալիս։ Հասկանում եք ինչ բարդության մասին է խոսքը։
Բայց ըմբռնել են այդ բարոյական մասը քրիստոնեության, այդ համակարգը ինչ է ասում, ինչի մասին է ասում։ Եվ որոշել են այդ դա հեշտ բան չի եղել։ Դա էժան ու ընդհանրապես պատմական դրվագ չի։ Եթե կուզեք վերադառնանք ցեղասպանության տարիներ, բացեք կարդացեք բազմաթիվ դրվագներ ու ծանոթացեք թե ինչպիսին է եղել մեր ազգը։ Մեր ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ անգամ գերեվարվելուց հպարտկեցվածքը իրենց չեն կորացրել, ոչ թե իրանց համար, ոչ թե ցավ չեն զգացել, ճիշտ հակառակ, այլ նրա համար, որ իրենց կապել են հայկականության, ասել են, եթե ես հիմի ցույց տամ, որ իմ ես ինչտեղը ցավում անգամ կռանամ, դա կնշանակի, որ իմ ազգը թույլ է, իմ տեսակը թույլ է։ Բազմաթիվ դրվագներ կան պատմական։ Իմ ազգը այն ազգն է եղել, որտեղ որ եթե գյուղում մեկը կաշառք տար, թարս կնստացնեին էշի վրա, գյուղից կլարեին։ Թե կաշառք տվողին, թե կաշառք վերցնողին։ Արուսյակ հոգեկանն ու ալկաշը Վարդանի կտա ձեր ցեղն է առասարակ։ Ձեր առասարակ տա գետ դալբայոբ ցեղը։ Բելա Ղևոնդյան Ֆիրյան, հասկացար թե չէ։ Արուսյան ջան, կներես քո անունը տվեցի, նկատի ունեի, որ դու չխառնվես։ Ձեր ցեղն ու ազգու տակն է, թե հոգեկանը, թե ալկաշը, թե թուրքը, թե շնշան ворքին, բջի ծնունդ։ Դավայ հելար ստուց։ Այ քո նմանն է թե չէ իմ ազգը, այ յոլոպուկի։ Կներեք ժողովուրդ ջան, շարունակենք։ Սրանց նման ապուշներին կհասկացնենք դեռ շատ։ Այս սրանք թրքերն են հենց, սրանք բիչ թրքերն են։ Սրանք հակապետական տարրերն են, ոչ թե նրա համար, որ վիրավորում են, այլ նրա համար, որ չեն լսում ինչ ես դու խոսում, ինչի մասին ես խոսում։ Գիտեմ, Արուսյակ ջան, կներես ես նրան եմ ասում։ Չեն լսի։ Այսինքն եթե ես նստում լսում եմ Վարդանիկը ինչ է խոսում, փաստորեն իրանք կարծում են Վարդանիկը խելացի բան ասում, դրա համար եմ ես լսում։ Ոչ, ես լսում եմ դրանց վերջը, այդ ապուշը մի խելացի բան ասելու թե չէ, ու ակնկալում եմ, չի ստացվում։ Հասկացաք թե չէ, համբալներ։ Նստեք ու լսեք, նա տեսեք ինչի մասին է խոսքը, նոր ապուշ դուրս տվեք։ Լարել ղրգել են ջաններից ձեզ, եզի ծնունդներ։ Շարունակենք, կներեք ժողովուրդ ջան։ Ուրեմն ծանոթացնում եմ իմ ազգին, միտքը որտեղ էի հասել ախր։ Ուրեմն արևելյան հարավային կողմում մեր Սիրիայում, Լիբանանում, անգամ Իրանում, երբ որ լսել են, որ մենք հայ ենք, գիտեք ինչ, ընդհուպ մինչև վերջին տասնամյակները ես դա ձեզ ասեմ, երբ որ երկու արաբ իրար մեջ խնդիր են ունեցել, մոտեցել են հային, ասել են, քանի որ դու հայ ես, դու ճիշտ է կդատես, անկողմնակալ կլինես։ Այս էլ խնդիրը կա, կասես որ նա ճիշտ որս է, այսինքն որպես դատավորի, չեն գնացել դատավորի մոտ, եկել են հայի մոտ։ Ու մինչև այս վերջին տարիները, այ նրանք ովքեր որ բնիկ այդ կողմերից են, կհաստատեն իմ ասածը։ Սա բան չէ, էլի, sense հավելյալ գովերքանք չի, ինքնագովազ չի, էլի։ Չեմ պիտի դարձնեմ, Աննա ջան, կներես չեմ կարող չդարձնել։ Այ որովհետև նման սրինիկաները փորձում են կյանքներս վերացել, չգիտես ինչի։ Կյանքներս կերել են արդեն։ Որովհետև նման սրիկաները երրաբլուրի արժանինքները չունեն կրելու։ Որովհետև նման սրիկաները դուրս են եկել, պաշտպանում են մարդկանց, ովքեր կաշառակերությամբ, հանցագործությամբ են աչքի ընկել։ Այ դրանց։ Ու այդ շերտը, այդ տեսակը մեր ներսում ապրում է, մեր կողքը, մեր հարևանությամբ, մեր բակում, մեր քաղաքում, մեր երկրում ապրում է։ Ու նրանք պիտի հասկանան դա, պարտավոր են հասկանալ, պարտավորություն ունեն որովհետև։ Իմ ազգը այդ ազգն է եղել, որին փչացրել են միութեքնականությունների ու այս այն կայսրությունների շրջանակներում։ Հասկանում եք։ Այդ է եղել իմ ազգը։ Եվ ձեր նման սրիկաները իմ ազգի մեջ տեղ չունեն։ Այն քաղաքական պետական գործիչը, ով որ կաշառք է վերցնում, նա ինձ համար պետական դավաճան է, անկախ նրանից ով կլինի։ Ես հիմա ուղիղ տեքստով եմ ասում։ Եթե Գյումրու ընտրություններում հաղթեր Սարիկ Մինասյանը, ու Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետ, այդ կաշառքի մասին ես տեղեկանայի, կրկնակի խիստ է վարվել։ Ուղղակի Վարդանիկին բոլորս գիտենք նրա պարոդը ու տեսակը։ Այ դրա համար եմ հիմա ավելի մեղմ անդրադառնում։ Ինձ համար բացարձակ նշանակություն չունի ում թիմից է, ով է, ուզում է տան անդամ լինի։ Բացարձակ ինձ համար կապ չունի։ Բայց նման սրիկաների համար կապ ունի դա։ Կապ ունի։ Հասկանում եք։ Ու սկսել են մարդկանց մեջ բա ինչու հիմա, բա ինչի վաղը չեմ մյուսը, բա խի 3 առաջ օրը, բա ինչի ես խոսքով, բա ինչի ինչ է, որովհետև ապուշ է, գոյություն ունեն հնագույն մասնագիտություն շպիոնաժը եւ գոյություն ունեն ձեր նման օկտատար ապուշները, ումոնց միջոցով որ տարածում են իրենց նարատիվները։ Կուզեք ընդունեք, չեք ուզի ջանդամ ընդունեք, կամ ինչպես ձեր շատ սիրելի հերթական Բալտարկյաններ ասում, վրեն ընդունեք։ Հազար կներեք ժողովուրդ ջան։
Բերել եք միութենական գաղափարներով, սերվածներով, եկել եք այստեղ պետությունն եք, մանկապարտեզների տնօրենն է, մեր մանկապարտեզը փակա։ Դու ով ես որ փակում ես մանկապարտեզը, աղջի կամ արա։ Չնայած աղջի ամենայն հավանականությամբ, ով ես դու։ Բայց երեխայի ծնողը խիա բերել մանկապարտեզ, այդ մանկապարտեզը մամա դա սարքել, թե պապա դա սարքել։ Մամա դա աշխատավարձը տալիս, թե պապա դա աշխատավարձը տալիս։ Մենք կասես հələ տեսնենք քո գործառույթը որն է, աղջի։ Բայց կարող է մարդու կնիկ են աշխատում են, երեխեն էլ մանկապարտեզ, կարող է որն է հիմնականում տենց էլ լինում է, դրա համար երեխեն հիմնականում մանկապարտեզում լինում։ Ո՞ց թե եկեք տարեք։ Ով եք դուք այ համբալներ։ Եթե ձեզանից որևիցե մեկին էլ պարտադրել են ու դուք չեք համագործակցում իրավապահների մեջ, կրկնակի սրիկաներ եք դուք։ Ոչ միայն պիտի հեռացեն, պիտի դեմքները ցույց տալով հեռացնեն դրանց։ Դեմքները ում ոնց համար Վարդանիկան նմանները սրբություններ են։ Այս սրանց պետք է այդպես հեռացնեն։ Դուրս են եկել հանցագործ են պաշտպանում ու մի հատ այդ հանցագործին պաշտպանելու ընթացքում խոչընդոտում են իրավապահների աշխատանքին։ Հետո դուրս են եկել, տեսեք, հետևի դռնով ապակին կոտրեցին, որովհետև քանզի բասնզի։ Գյումրուն տրված քաղաքապետը, դու սուտա թե Գյումրուն տրված քաղաքապետն է։ Իրա 20% ձայնով, երկրորդ հորիզոնականով։ Թուրքական օրակարգ են սրանք, թուրքերն են, թուրքերին եք ընտրել, ուրեմն լսեք, ձեզ ինչ եմ ասում, սրիկա հայվաններ։ Ես չգիտեմ ձեր ձևակերպումները ինչպիսին կլինեն, դա ձեր գործն է, բայց մի քանի տեղ արդեն աշկովս ընկել է, դուք դարձել ֆռում 675,000 քաղաքացուն, փորձում եք շլանգի տեղ դնել ու շատ կոպիտ եք արտահայտվում, բնութագրում ավելի ճիշտ։ Մեզ մի արեք 675,000-ի այն ուժը, թե ֆիզիկական, թե բարոյահոգեբանական, սաղժանով 7 պորտով զգան։ Հենց ոնց Վարդանիկը ասեց, մեր նման տեղեր այլևս փաստորեն գործ չեն անելու, եթե 26-ին չընդ։ Հենց հիմիկվանից փասապուս եք հավաքեք, սիկտիր եղեք Մեքսիկայով անցեք Ամերիկա։ Ամերիկայի հայությանն էլ 1000 ներողություն է տա։ Հիմնականում հենց տենց են գալիս են։ Հիմնականում, չեմ ասում բոլորը։ Համբալներին նայ։ Բայց դու ինչ ես, դուրս եկել։ Արա դուք այդքան ուլ եք չեք ջոգել, արա, որ խոսում է, մի հատ էլ Վարդանիկի հայտարարությունը նայեք, արա։ Մի հատ էլ նայեք այդ բանը։ Գյումրու ինչ է ինքնուրույնությունը։ Այդ Գյումրին երբ է ինքնուրույնություն ուզեցել ձեռք բերի։ Մեկ սիրելի գյումրեցիներ, ինձ կացեք համաձայնեք դրա հետ, թե չէ։ Մեկ դուրս գաք ցույց տա որքանով եք համաձայն դրա հետ, որ Գյումրին ինքնուրույնություն ունենա։ Էս ինչ մասնատելու մեջ եք ընկել արդեն։ Գյումրեցիները ոնց ասես, 86 միլիարդ թող տան ասում է Գյումրին։ Մենք այստեղ գյումրեցիների թոշակը կբարձրացնենք, էս կանենք, նա ինչ է խոսում։ Այսինքն մեր բոլորի բանից պիտի թոշակները, թոշակառուները գյումրեցիների դու ուրիշ զմինի են եկել, այս պարակտումների մասին չեն արա։ Դրա համար է բերել ռուսական բանի զորավարի ներկայացուցիչների դեմը կանգնել ինագուրացիա ընդունում։ Այս չեք արա, այդ ճորտեր, այդ խալխի ճորտեր։ Ձեր խալխի ձևերով։ Որ տարտար ընկնեմ հետևներից է տարա շունը ձեռներից է հաց չդեսնի։ Մեղքս գալիս եք փորձում եմ իմ մեկնաբանություններով ձեզ ինչ որտեղ քաղաքական սենց շղարշ հագցնել, ասեմ լավ դե քաղաքական գործիչներ են, կանի քաղաքական հակադարձում ձևակերպեմ, էլի կաշվիցից դուրս եմ գալիս միջև դա անում։ Դուք ելել եք խուժանություն եք անում։ Վարդանիկի տեղեն արա պետական գույքը շորթում է, կանգնեցնում է գրուզավիկը ասում է էսի տարեն դա չեն դատարկեն, տամեջ դատարկի։ Գյումրեցիներով այնտեղ թեկուզ 100 հոգի, թեկուզ 1000 հոգի։ Ելել եք Վարդանիկ եք պաշտպանում այդ ճորտեր։ Այդ չեք արա։ Հիմա պրյամո ասեք, դուք հանցագործեք պաշտպան, դուք կողմեք որպեսի բան լինի։ Հանցագործ լինի քաղաքը։ Եթե հա ասեք ախպեր։ Ասեք։ Ձեր չտվա թե մյուս վայրերում որտեղ որ իշխանությունն է, չասի, օքեյ, ժողովուրդ ջան, դե եթե ուզում եք կաշառակերություն լինի, օքեյ, հարց չկա։ Մենք հայերս եկել են մեր ազգայինը, ո՞րն է ձեր ազգային, հանցագործը ձեր ազգայինն է, իմ ազգայինը չէ։ Դուք ո՞ր ազգից եք բաբշե առհասարակ, կարանք մենք իմանանք, արա։ Ո՞ր ազգից եք դուք։ Հայ եք դուք։ Ինչ է նշանակում հայ լինելը, ձեր բարոյական կերպարի մասին ասեք։ Ես ես բան եմ ասում, 44 օրյա պատերազմի ընթացքում ոչ մի անգամ այդ եկեղեցու զանգերը չեն ղողանջել, այսօր ղողանջել են իրավապահների գործունեության ժամանակ։ Այսինքն ձեզ համար հայկականը, ազգայինը այդ արժեհամակարգն ունի, դա է։ Մամմայի հետ կետացնենք, մամմայի տասա գնելը բարևում էր, միջև գամ։ Դա է ձեր ազգայինը իմացած, որ ազգի ազգայինն է դա։ Մեր տղերքը մի հատ կնիկ են ելել են,
զոհվեցին, որպեսզի սրանք ցես բաներ ախոս։ Ասեմ ձեր տեղերը քիչ զոհվեցին։ Ձեր տեղերը զոհվեցին, որովհետև Վարդանիկը նմաններն են 30 տարի եղել իշխանություններ։ Ձեր տեղերը մեր տեղերը բոլորիս տեղերը զոհվեցին, որովհետև պետությունից բանակից գողանում տանում սեփական դղյակն էին սարքում, որովհետև միջև չէ մի բանկապարտեզ կամ դպրոց չեն կառուցել, այդ դրա համար զոհվեցին մեր տեղերը, որովհետև դեռ զենքը ԱԿՍ-ն էր, որովհետև այն միլիոնները որ պիտի մտներ բանակի բյուջե, որպեսզի ժամանակակից զենքեր առնվեն, գնացել 30-ական թվականների ժանգոտ թնդանոթներ էին բերել։ Զոհվեցին վերջապես, որտեղ դու դες դեպիլ ես մնացել, որ դու չես հասկանում կոռուպցիան ինչ, այդ դրա համար զոհվեցին, ու առանցրեք որևիցե մեկը դատարեք տեղերքի անունը տալուց։ Ու ձեր ապուշությունները դրա տակ դնելուց, երաբլուրուց ձեր համար ինչ-որ եսի մինչերի տեղ չի, կարակ ձեր գործենավոճով ապրելաձևով արժանի եղեք, չես եկտիր եղեք գնացեք ձեզովա թույլ տվել երաբլուրի անուն տակ բավշի առացարա կարա։ Ինչու զոհվեցին որպեսզի, բայց որ տաղա եք մեծ ասում, չեք պահանջում ասում նա տելեպերեք Ղարաբաղը տենակ այդ ոնց ինչ եք արել արա։ Ես ես պարյամոպատ, միջև հիմի ալարում եք մտնեք թեր կար թուղթ կարդակ մի հատ, փաստաթուղթ, որտեղ որ 90-ականներից դեռ արդեն Տեր-Պետրոսյանը դուք չեք կարա, ձեր սաղ քաղաքական թիմերով երրակով այդ երրագլուխ հրեշով, չեք կարա բերեք մի հատ փաստաթուղթ, մի հատ նախադասություն, մի հատ բառակապակցություն, որտեղ ձեր բանակցածի տրամաբանության մեջ չլինի Ղարաբաղը Ադրբեջանի մեջ կազմում, չեք կարա մի հատի տես նախադասություն բերեք կարակ, տղայեք բերեք քիթս կտրեմ, տղայեք բերեք, այդ իրանց այսինքն սատարողները բերեք նախադասություն, որտեղ որ ձևակերպումը տրամաբանությունը գոնե ձևակերպման լինի որ Ղարաբաղը Հայաստանն է։ Բայց 90-ականներին միացում որ գոռում եք, ինչ է ինչի հետ պիտի միանար արա։ Ինչ է ինչի հետ։ Ինչքան ես եմ ջոգել Ղարաբաղը Հայաստանի հետ։ Կարող ես սխալ եմ ջոգել արա։ Հիմա բերեք ինձ մեծ նախադասություն որ այդ տրամաբանության մեջ բանակցություն է եղել, որտեղ ապուշ դուրս եք տալիս արա։ Քարոյայի ժամանակ պաշտպանության նախարարը Քարոյան 4 օր ատվել ընդամենը։ Արա չի կարացել 4 օր գոնե դատարեցնի իր ապորինի դաչի շինարարությունը Սևանի Արքելանոցում, որտեղ չի կարելի вообще ոչ մի բան կառուցել։ Չի կարացել ասի, արա լավ է 4 օրը գորե կամ մի բան չանեմ տենամ ինչա լինում։ Ու դուք կանի տղաները զոհվեցին որովհետև ու սկսում եք ձեր լոլոները արա։ Զոհ եք դուք արա։ Սրբազան եկեղեցի էլ ու ես պրյամո ասում եմ ցանկացած լրագրող կլինի հրապարակային գործիչ կլինի ով որ մեկնաբանում է հենց այն դեմից հենց մեկնաբանում է պետություն եկեղեցի հակամարտություն իմ աշկի գրողն է թերքական գործակալ է կոնկրետ Փաշազադեի ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում պրյամո ասում եմ դա իմ բնութագրական բանն է կարծիքա ձեր մասին թերքական գործակալ է պրյամո թարքի բիճա այն ով որ պետություն եկեղեցի հակամարտություն է շեշտում եւ ոչ թե շեշտում կոնկրետ ինչի մասն է եկեղեցականներ կտրիչ ներսիսյան ով խախտել է կանթե ներքին թե բոլոր կանոնակարգերը ով պղծություն է իրականացրել ով խախտել է Աստծո ուխտը ու եթե ձեր եկեղեցին Աստծո խախտված եկեղեցին է գնացեք ուրիշ թե ես իմ եկեղեցին նման սրիկաներից մաքրել եմ ուզում են լինեն 5 հատ կալանավորված սրբազան ուզում են լինեն 5000 հատ կալանավորված սրբազան հələ կալանավորումը իրաց փառքա հասկացաք Ովքեր ուզում են լինեն, քանիսն ուզում են լինեն։ Իմ եկեղեցին նման բճերից, նման կագեբեշնիկներից, նման ուրացողներից, նման ուխտադրուժներից, նման բոզարացներից կներեք պիտի ազատագրված լինի։ Ու կազատագրվի։ Ու դա օրերի հարց է, օրերի։ Ով կտրիչը ներսիսան դա շատ լավ գիտի։ Ու բոլորը այդ մեր ձևով, խարխի ձևով, կոչով, Սերժով, Լևոնով, սրանց հարող կուսակցություններով, Գուլիխանով, Նյանախարը, ես շատ գիտեմ լիքը բուսնել եք ընդ այս սաղովը մի համակարգեք, մի համակարգի ճորտերեք, մի համակարգի ու այս բոլորով այդ ամեն ինչ արել եք, որպեսզի Արցախի այդ բանակցությունները վարի տակ, հետո քցեք այն մեկի վրա, ով որ կգա փոփոխություններ անելու, որովհետև փոփոխություն չպիտի տեղի ունենա, մենակ այն բանը որ Հայաստանը պիտի որպես տարածք կցվեր Ռուսաստանին։ Եթե դուք սրա մասին տեղյակ չեք, հարցրեք ասեմ։ Հասկացաք։ Չնայած բազմիցս նկարագրել եմ ոնց ինչպես։ Ու բավականին հիմնավոր փաստաթղթերով։ Չնայած դուք հայերեն կարդալ չգիտեք։ Երբ որ բանի Արցախի անկախության հռչակագիրը ռուսերենով եք կարդում, այդ ժամանակվանից դուք Արցախը կորցրեցիք, դա ասեմ իմանաք։ Էդ էլ ասեմ իմանաք։ Մեր ազգային մի հատ մակապարտեզի երեխեքի ճաշի միջի բորշի մսերը հələ բերեք տանենք ծախենք մեր ազգային ձևով։ Եկեք մի հատ ինձ տասեք քանի ծերանոց եք նորոգել։ Քանի ծերանոց եք նորոգել արա։ Մի հատ էս ծերանոցի բրինձը գողցեք տարի։ Արա գժանոցի կներեք այս բառի համար։ Հոգեկան ոնց են ասում դրան ձևակերպումը։ Խնդիրներ ունեցող մարդկանց
հայ ուտելիքն եք գողցել արա ու աշխատանքի նշանակվել եք այն ավելի շատ գողցողի ձեռամբ որ պարի չունի որ ձեր դեմ կոմպրոմատ ունենա որ երբ որ ուզենաք մի հատ քայլ անեք ասել հանգիստ վերենգար տեղը տարա գնացիր ու ոնց ասում եմ այտենց ամես որ ձեր չբարձրացնես որպեսզի հանկարծ չլինի մի հատ ուսուցչուհի չլինի մի հատ տնօրեն դուրս գաս ես պայմաններում չի լինի աշխատել սա անթույլատրելի է որպեսզի չլինի մեկը ով խոսա ժողովրդի կամ մարդու կամ երեխայի կամ ծերի բաներից շահերից այդ դա է դու կարի համակարգայից ճղճիմներով բերել լծվել է կարա բայց ձեր ազգային ինքնասիրությունը չէր վիրավորվում երբ որ մի հատ ուրիշ երկրից ջիպով գալիս ազգային ժողովի են բիլականների կողքով հելնում են վերևը կանգնում են իրաց ուզած ժամին մեր ազգայինը ձեր ազգային կոնսերվի կոկոշներն է ձեր ազգայինը իմ ազգայինը դա չի իմ ազգայինն ամրաշինական աշխատանքներն են որոնք իրականացվում են ու ցավոք սրտի այնտեղ նույնպես դեռևս կան ձեր նման ճորտամիտներ ու ոնցից նույնպես ժամանակ հետ կմաքրվենք ու սա հետո ազգայինի անուն երբ որ տալցեք կոնկրետ նշեք թե որ ազգայինի մասին եք ասում արա հիմա Այն շարքային քաղաքացիներին ովքեր հավաքվել են այդտեղ ինչ-ինչ պատճառներով կամ սատարում են կամ բան դա իրենց գործն է ես չգիտեմ չնայած որ կարծում եմ դա նույնպես պիտի օրենքով բան լինի որովհետև ըստ էության իրավապահների գործունեությանն են խոչընդոտում տեսեք ես ձեզ կարամ նորմալ վերաբերվեմ որովհետև ես ընկալում եմ հետևյալ կերպ որ ցանկացած քաղաքացի ունի իր բողոքի ձայնը բարձրացնելու իրավունք ինչպես առանձին այնպես էլ խմբով, ակցիաների տեսքով եւ միտինգների տեսքով, հանրահավաքների տեսքով։ Ես երբեք ի տարբերություն ձեզանից շատերի, երբեք ոչ մեկին սատարողներին մի բառ ասած չկամ։ Երբեք։ Հա, եթե առանձին ինձ ասել են, մտել առանձին իրենց ասել եմ։ Բայց ընդհանրական իմաստով կյանքում չեմ ասել, որովհետեւ իմ ուղեղը այդքան միաբջիջ չի, բազմաբջիջ է, հասկացաք։ Բայց եթե ես հարգում եմ ձեր կարծիք ունենալու իրավունքը եւ ձեր բողոքի ցույց անելու իրավունքը դա չի նշանակում որ դուք պիտի դուրս գաք իմ իրավունքները ոտնահարեք որպես նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու ձեր խոսույթի մեջ վիրավորեք ինձ նման շարքային քաղաքացիներին ընդհանրական իմաստով նիկոլականներ ասելով չգիտեմ ինչականներ ասելով թուրքական իշխանություններ ասելով 37 թվի մասին ինչ որ բաներ հիշատակելով առաստեղյակ լինելու 37 թվի դուք 37 թվի շարունակողներն եք ես ձեզ ասեմ մենք կակրած գնում ենք նրան որ այդ թվը չգա որևիցե մեկը չփորձեք որովհետև ինչպես դուք այնպես էլ բոլորը Հայաստանի Հանրապետությունում ունեն իրավունքներ դուք կարող եք համաձայն չլինել այդ իրավունքերը այն նոր նոր մեկ բջիջ ցանոթ մտել էր քֆուր էր գրում որովհետև համաձայն չէր իմ կարծիքը բայց քֆուրով էր արտահայտում այ իր ուղեղը այնքան միաբջիջ է որ չի հասկացել որ ստեղ էլի մարդիկ կան որ իրավունքներ ունեն բացի իրանից էլի դա չի հասկացել որովհետև դեբիլ է որովհետև այս դեբիլ օգտակար ապուշների շնորհիվ էլ շատերը իրաց քաղաքական հարցերն են լուծում բայց ձեզանից մեկը կարա ասեք այդ Թուրքի դեմ ինչ ունի արած ձեր Վարդանիկը որ այդքան տենց թուրքական էսրանք իշխանություններն են թուրքական չգիտեմ ինչ են Թուրքի դեմ ինչ ունի արած ինքը արա իր ընտանիքի անդամներից որևիցե մեկը ես չեմ վիրավորում ընտանիքին չեմ կողմ առանձին անուններով եմ խոսում արա իր միջավայրից որևիցե մեկը իսկ ես կարող եմ մատնացույց անել թուրքերի օգտին ինչեր անում թուրքերի օգտին խոսում է Գյումրիի ինքնուրույնությունից թուրքերի օգտին կանգնում ռուսների դեմը ինագուրացիա է ընդունում ցույց է տալիս իր պատկանելությունը որը որ հայկական չի եւ պետականը մեծ չի որովհետեւ պետությունը այլ ղեկավար ունի թուրքերի դեմը խոսում է որ Հայաստան պետությունը պիտի միութենականության մեջ լինի որևիցե դրանով դնելով կասկածի տակ հայ ժողովրդի կամքը անկախ ինքնիշխան պետություն ունենալու եւ դրանով գրգռելով թուրքերի ախորժակը թուրքերի օգտին շատ թուրքերի օգտին ունի արած քանդած Գյումրին քանդու քարab Գյումրին Այս թաղապետանի շենքը ես եմ սարքել իմ ուժերս այս բաները չի խոսում։ Էնի ես եմ սարքել ապեր, էնի ես եմ սարքել, այն որ ես եմ էլի։ Բա մի ցույց տար ինչ են այդ քանդել, կամ այդ սարքելու համար ինչ գումարներ ես ծախսել։ Մատուլա հանի տենանք էլի այդ որտեղ ինչա լվացվել։ Կարող է մի ամիտ տեղել կեղտոտ բաներ գտնենք։ Կիսակ գողական, դուք իսկապես սրանց սատարողներ։ Դուք իսկապես ուզում եք կիսակ գողական բաներ ունենալ տիմ վայրերում։ Տեսեք, մի հատ ես բան ասեմ։ Հատուկ գյումրեցիներին Շատերն են եղել, որ ինձ ասել են հետևյալը։ Ասել են ախպեր, Սարիկը ԿՊ-ի համար հարմար տեխնացուչի, իրան չենք հարգում, չենք ընդունում։ Ես մեկին չեմ ասել, չէ, ապեր գնա, ախպեր, դուք ձեր զգացումները, բայց դու Սարիկին չես ընդունում, դու թիմն ես ընդունում։ Սարիկն էլ առաջ համարն է։ Եթե դու շատ ավելի լավ կկառավարեիր, քեզ ոչ ոք չի խանգարում, գնալ դառնալ կուսակցական կամ որևիցե կուսակցություն ու առաջադրվեիր։ Որովհետև ԿՊ-ն չի կարա նայի
ամենալավ մարդուն գտնի Գյումրիում, բերի իրան առաջի համար դնի Գյումրիում, որովհետև կուսակցական չէ այդ մարդը, կամ չունի ցանկություն աշխատելու այդ բանի մեջ։ Խնդրեմ։ Ո՞վ է ձեզ բան ասում։ Տենց է, բայց կներեք էլի, եթե մեր որ ասում ենք հիմա մի բան կասեմ, ձեր մոտ հակառակ բանը կարող է լինի։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականություն չկա։ Քաղաքականացված մթնոլորտ չկա։ Կա շիկացած ինչ-որ մթնոլորտ քաղաքականության պատկերացումների շուրջ, բայց քաղաքական չկա։ Ցավոք սրտի, բայց օրինակ, ո՞նց կարող ես դու այսինչ կամ այնինչ մարզում գտնել քո ունենալ լայն ընտրության հնարավորություն ներկայացուցիչ ունենալու, եթե այդ մարզում դպրոցները 10%-ն է աշխատում։ Հիմա Ռուզաննա ասում է, ինչի 6 տարվա մեջ չէր անում, հենց սկսվում է ընտրությունները սկսեց սաղին բռնել։ Ռուսաննա ջան, քեզ տեղեկացնեմ, որ Գյումրու ընտրությունները վաղուց ավարտվել են։ Չի սկսվում։ Ավարտվել են։ Ինչն է հենց սկսվում։ Իսկ 6 տարվա մեջ կներես էլի, եթե այդ հիմա պատկերացրու սենց բան, ուղիղ քեզ եմ ասում։ Մեկը, ես ասենք թե օրգանի աշխատող եմ, մեկը գալիս ասում է Ռուսաննան կաշառակեր է։ Ասում եմ, ախպեր կարող է տենց խոսույթ կա տարածված, բայց ես պիտի հիմնավոր փաստեր ունենամ։ Կարում ես փաստ տաս ինձ։ Ասում եմ, ասենք թե հա, լավագույն դեպքում։ Ասում եմ դուր, տալիս է, ու ես սկսում եմ աշխատանքները։ Իմ աշխատանքը ժամանակ արժի։ Բայց աշխատելով զուգահեռ տեսնում եմ, որ Ռուսաննան մենակ չի եղել։ Ռուզաննան եղել է իր օրինակ ընկերուհու հետ։ Ես չեմ կարող ասել, չէ, ընկերուհուն թողնեմ, մենակ Ռուզաննայով զբաղվեմ։ Ոչ, այնտեղ տեսնում եմ, որ իրավախախտում կա։ Գնում եմ նաև ընկերուհու պոչի, հետո տեսնում եմ, չէ, այս ընկերուհին էլ մենակ չի, այստեղ մեծ բանդա է։ Ու ես պետք է սաղ գործը քննեմ։ Այդ որում լավագույն դեպքում, եթե ես ցանկություն ունեմ քննելու։ Բայց ես կհիշեցնեմ, որ առաջի 2 տարիներին, 3 տարիներին համակարգային դիմադրություն էր գնում, ու ես դրա մասին բազմիցս բարձրաձայնել եմ, բազմիցս։ Այնտեղ միտինգի հելած ցանկացած գյումրեցու շատ եմ բարձրաձայնել պետական կառույցներում նման անգործությունների մասին։ Հիմա, եթե ձայնագրությունը իր քաղաքապետ լինելուց հետո է, դրանից առաջ ինչ աներ։ Ո՞ց է փակալեր, ինչ է։ Բայց կադրերը դու գիտես ինչ, ՆԳՆ-ում բոլորը այ հենց դա որ մենք մինչև մի չենք կարող ցանկանում հասկանալ, չենք ուզում, մենք կարող ենք։ Ես վստահ եմ որ մենք կարող ենք, դրա համար չեմ ասում չենք կարող հասկանալ։ Մենք չենք ուզում հասկանալ ինչ է նշանակում պետության, ինչ է նշանակում 300,000 պետական աշխատողի կառավարում։ Մեր երկրում 300,000 պետական աշխատող կա, ամեն մեկը իր պոզուփոչով, կապրիզով, իր գիտելիքով, իր այս խնդրեմ դուրս եկան քանի հոգի Գյումրու քաղաքապետարանի աշխատողները, այն որ մենք գործատուլ ենք հեսա անում, դրանք բոլորը նոր նշանակվածներն են, չէ, բայց այն ովքեր որ նոր նշանակվածները չեն, որ նոր են դեմքները պատրում, նրանք աշխատում էին, չէ, իսկ ո՞նց էին աշխատում։ Այդտեղ ես բողոք ունեի, չգիտեմ դու ունեիր թե չէ։ Ես չէի երնում ասում Նիկոլը մեղավոր է, Նիկոլը իր մեղավորության բաժին ունի։ Ես գնում եմ այնտեղ ասում եմ Ազիզ ջան, դու մեղավոր ես, որովհետև դու քո գործը չես անում։ Ու շարունակում եմ այդպես վարվել։ 300,000 պետական աշխատողի կպան իր մի 1000 հոգանոց կառավարման ռեսուրսով կարաբանանի կամ այտենց հեշտ անելա։ Խի ձեր կարծիքով քննչական կոմիտեներում նստած սպասում են, երբ են ասելու, որ իրանք մի հատ գործ քննեն, հա, լծրածա գլխներին։ Հələ մեջտեն էլ քանի հոգի կան, հենց կապեր ունեն։ Բայց կապերն էլ հələ պիտի բացահայտվի։ Բայց 1000 կներես, էլի մենք կարող եմ իմանալ, ԱԱԾ-ին զուգահեռ ինչի ստեղծեց արտաքին հետախուզության ծառայություն։ Դա լավ էր թե բա, դուք գոնե պատկերացնում եք ինչ ռեսուրս է դրա վրա ծախսվել։ Իմիջիալոց ընդդիմությունը դեմ քվեարկեց։ Որպեսզի դու կարողանաս գործողություն իրականացնել, դու պիտի ունենաս դրա համար համապատասխան բաներ, միջոցներ։ Զինված լինես համապատասխան միջոցներով։ Որոնք որ նույնպես չկան։ Այդ գործիքները գործիքակազմը։ Այսինքն նա սկզբից պիտի գործիքը ստեղծես։ Այսինքն բաներ կա, Ռուզաննա ջան։ Ու լավ կլինի դու չմտնես այդ ջուրը։ Ու այո, բայց հիմա է լինում, հələ վաղն է լինելու, մի տարուց է լինելու, 5 տարուց է, 50 տարուց է լինելու։ Ընդհանուր այնքան ժամանակ, մինչև որ բոլորը հասկանան, որ պետությունը օտար մարմին չի։ Ու պետությունից գողանալ նշանակում է սեփական մորից գողանալ, սեփական մոր թոշակից գողանալ, սեփական երեխայի մանկապարտեզի ճաշի միջից գողանալ, սեփական անվտանգությունը հսկող զինվորից գողանալ։ Երբ որ կսկսեն սա հասկանալ, այ այդքան կգնա։ Այդ խոսեմ, թե Հայաստանի Հանրապետությունը դու տեղյակ ես Ռուզաննա ջան, այդ հարցը որ գրում ես, դու ասես ինչու հիմա ինչու 6 տարի առաջ չէ։ 6 տարի առաջ ասեմ, հիշեցնեմ, համաճարակ էր։ 5 տարի առաջ պատերազմ, 4 տարի առաջ Հայաստանը դեռևս անվտանգային այնպիսի խնդիրներ ուներ, որ գոյությունը հարցականի տակ էր։
Դու որ լինեիր երկրի ղեկավարը առաջինը որը կանեիր։ Եթե դու լինեիր պետական աշխատող, ունենայիր ընտրություն, մի մասով էս մասով մեկ քիչ էլ է, որտեղ ավելի առաջնային կլինեիր։ Մենք խնդրեմ դու ասա։ Այո, նոր մարդիկ են լինում, այդ նորերն են երբեմն նույնը լինում, որովհետև մեր միջավայրն է այդպեսին, մեր միջավայրն է փտած։ Այո, փտած է մեր միջավայրը։ Պիտի թարսնենք, դուզ խոսենք։ Որովհետև մեր միջավայրում մինչև այսօր դրել ենք 5-րդ տարին է 44 օրից հետո։ Բոլորս խոսում ենք Ղարաբաղը էսի տվեց, չենի տվեց, էսի տվեց, չենի տվեց, բայց մի հատ կասեք, քանի հոգիս են կարդացել փաստաթղթերը, ոնց է եղել, ինչ է։ Գոնե հրապարակված մասը, լավ։ Քանի հոգիս։ Ամենայն հարգանքով բոլորի տանխտիր։ Հենց հիմա 246 մարդան է, 246-ից քանիսն են բացել, կարտան սահմանադրությունը։ Բայց բոլորը խոսացել են սահմանադրություն փոխելու լավա թե վատ, թուրքի հրամանովա թե հայ հրամանովա, թե այս ինչի մասովա թե այն ինչի մասով, բոլորը։ Խնդրում եմ ինձ ասեք, անկե դուք ձեզ ինձ մի ասեք, ախպեր ինձ պետք չի ոչ մի բան ասեք։ Դուք ձեզ ասեք, ես կարդացել եմ սահմանադրությունը։ Գոնե այն հատվածը, որը ինձ է վերաբերվում։ Նստած Ղարաբաղից խոսում եք, օքեյ։ Որևիցե մեկ է, դարձավ 245 դիտոն է, հենց սկսեցինք ստուգել ով ինչա կարդացել, իջնում է թիվը։ Որևիցե մեկը կարդացել եք, ասենք չգիտեմ, քիվեստը ինչա, կարդացել եք, դե լսել եք, Քոչարյանն ինչ ասում, Նիկոլն ինչ ասում ու ըստ զգացողությունների դրսևորվել եք։ Մեր միջավայրն է այդպեսին։ Ապրես Գոհար ջան, ապրես ցավը տանը, որ քո անկեղծությունը ստեղ հրապարակում ես։ Ես չեմ կարդացել։ Ժաննան են, շնորհակալ եմ բոլորիդ։ Այդ հարցը Գոհար ջան, Ժաննա ջան, Դոնարա ջան, ես ինձ եմ տվել 44 օրից հետո։ Ես ինձ եմ տվել այդ հարցը։ Ասել եմ հիմա ես որ պահանջում եմ, իսկ ես ինչ եմ արել։ Ու հաջորդ պայից սկսել եմ ուսումնասիրել ու կարդալ։ Ու ամեն օրով ես ինձ համար բան եմ հայտնաբերել։ Ամեն օրով ինձ համար բան եմ հայտնաբերել։ Ամեն օրով ես հայտնաբերել եմ, թե ես ինչքան եմ էշ ապրել, ինչքան անուշակ, ինչքան վատ քաղաքացի եմ եղել։ Ու այդ է եղել, որ հասել է նրան, երբ որ ես վերջապես հելա ու ետերով ասացի 44 օրյա իմ ուզում եք իմանաք ով է թիվ 1 մեղավորը։ Ես եմ ախպեր։ Որովհետև ես տենցն եմ եղել։ Okay, կարելի է չկարդալ։ Բայց այդ պարագայում դուք լինելու եք թույլ ու խոցելի։ Լինելու եք անտեղյակ։ Ձեր կողմնորոշումները լինելու են միայն զգայական ձևով։ Որևիցե սառը դատողություն չի լինելու։ Իսկ մենք մեր միջավայրը պիտի փոխենք։ Մինչև մեր միջավայրը չփոխենք, ինքնիշխան պետության մասին ամբողջական քաղաքացի պետություն բառերի մասին երազելու ենք։ Հիմա դուրս ենք եկել, որոշում ենք։ Այս մարդուն բախի են հիմա։ Բայց մենք մինչև մի չգիտենք հələ պետությունն ինչա։ Չգիտենք։ Սա պիտի ընկալենք, ընդունենք։ Ովքեր գիտեն, մեռնեմ իրանց ջանին։ Իրանք առաջնորդում են, ոչինչ, ուղղորդում են, ցույց են տալիս։ Մամատա, բջի ծնունդ, դավայ, այդպես քակլանի պես վախենալով դեմքերը պագած կփրփրակ, բջի զավակ, թափարող սպերմատոզոիդից առաջացած կենգուրու, Վարդանիկի ասած։ Ես բանակ եմ ծառայել, ես իմ աչքով տեսել եմ գողությունները։ Ես տեսել եմ իմ փայ ուտելիք գողացողին։ Գիտեք ինչ, անկեղծ եմ, պետք չի խոսացությունը տանել ուտելիքին, բայց ես օրինակ եմ բերում։ Ես մեծ հաշվով եմ, մինչև հիմա ես ինչ աչք են գնող ուտել։ Սա ջանից մի եկել, ես ուտելու եմ շատ կծֆռեմ, էլի։ Կարող է օրվա վերջ հիշեմ, որ այդ օրը հաշ չեմ կերեբացը։ Այս sense է իմ մոտ։ Միշտ ուտելու հետ մի քիչ ուրիշ ձև եմ եղել, միշտ։ Բայց ես տեսել եմ ոնց է ինձ հասանելիքը, որը դուրս է գրված, որի փողը իմ ծնողից վերցրել եմ։ Հարկի տեսքով կլինի, ինչի տեսքով կլինի։ Ոնց է աֆիցերը տանում իր տուն։ Դու ոնց կարաս ինձ ասես այտենց չարա։ Ոնց դու կարաս ասես, ասենք, վատ է կարա այնքան մարդ կկանգնացնեն կողքս։ Իմ ամեն տարին կավելացնեն նախադասություններ, որ էլ ասելու չի։ Բայց ես եղել եմ վատ քաղաքացի։ Իսկ եթե ես ծնված լինեի ու գերմանացի լինեի, ապրելուց լինեի Գերմանիայում, դա տեսնեի ոնց կվարվեի։ Բայց ինչի՞ ստեղտենց չեմ վարվել, որովհետև միջավայրը այդպեսինը չի եղել։ Որովհետև իմ միջավայրը անտարբերությունն է եղել։
Որովհետև իմ միջավայրը եսասիրությունն է եղել։ Այսօր տեսեք, տարական բան եմ ձեզ ասում։ Եթե հենց հիմա հելենք հարցում անենք, ասենք Կարեն Դեմիրճյանը ինչպեսի ղեկավար է եղել, գրած կգամ։ Եկեք ով ուզում է եկեք գրած գանք։ Հրապարակային առաջարկում եմ ախպեր։ Հելենք հարցում անենք։ 100 հոգու նույն հարցը տանք, ասենք Կարեն Դեմիրճյանը ըզեց ինչպեսի ղեկավար է տվել։ Առնվազն 100-ից 90-ը դրական պատասխան են տալու, ճիշտ է։ Ճիշտ է։ Արա, բա այդ ինչն էր ազդել ձեր վրա։ Որ Կարեն Դեմիրճյանին հեռացրեցիք, ու Լևոն Տեր-Պետրոսյանին բերեցիք։ Ինչն էր ազդել ձեր վրա։ Գուցե պրոպագանդան։ Գուցե ու կարդակ ուսումնասիրեք այդ ժամանակահատվածը ու մեկ էլ տեսնեք որ արա ստեղել էին ոնց որ ամեն ինչի անունը ազգային դրել։ Ոնց որ ստեղել էին հայրենասիրական ճառեր բանանում, բայց ոնց սենց եղավ, արա։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ ինչ մեր ծնողներին խաբել են, իհարկե խաբել են։ Ասում եմ, ահել ջահել, կապ չունի Դեմիրճյանի բախտ ապրել է թե չի ապրել։ Հարցն էս 90%-ը դրական կարձականք է։ Բայց 95%-ը դեմ դուրս եկան ու հեռացրեցին Կարեն Դեմիրճյանին ժամանակին։ Բայց հիմա դուք չեք տեսնում նույն պրոպագանդան։ Ես չեմ համեմատում Կավլիչի։ Կավլիչի ախպեժան, ես ոչ մեկին չեմ համեմատում։ Ես Նիկոլին Կարեն Դեմիրճյանին չեմ համեմատում։ Բայց ձեռագիրը նույնն է։ Ու դա ինձ տալիս է տեղ մտածելու։ Ուսում մի րոպե ախպեր, երբ որ իմ երկրի ղեկավարին ուզում են հեռացնել, բայց հեռացնելու մասին ինֆորմացիան խեղված է թե ինչու։ Ասենք ասես ինչու ես ուզում հեռացնել։ Դե ասում է Ղարաբաղը տվեց։ Ես իրան հանուն ցույց եմ տալիս փաստաթղթեր, թե ոնց է 92 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը տվել։ Հետո ցույց եմ տալիս շարունակությունը, փաստաթղթերով։ Սաղ կա, սաղ։ Ցույց եմ տալիս ոնց է Քոչարյանը բանակցել միասնական պետություն Ադրբեջանի եւ Արցախի միջեւ։ Տվել էլի։ Ցույց եմ տալիս, ոչ ուտես ցույց եմ տալիս։ Ոնց որ ինքը չի տվել, չէ՞։ Հա, էսի չեղավ այսինքն։ Ուրիշ ինչ ես ուզում հեռացնել։ Ասում ապեր, դե ինքը թույլ է։ Ասում լավ։ Ուժերի ու թույլի չափանիշները որոնք են ըստ քեզ։ Բա դե ձերքը պիտի դներ խփեր սեղանին։ Ասում ձերքը սեղանի խփողները անցյալում են։ Բայց մի բան հաստատ է։ Չի կարա մարդը լինի թույլ ու երեք գլխանի հրեշի եւ նրանց պոչ հանդիսացող կտրիչի դեմ իրանց ռեսուրսները պատկերացրեց, բոլորը կառավարել են։ Մինչև հիմա մետաստազներ ունեն, մինչև հիմա։ Հաղթի։ Չի կարա։ Էլ ինչ ես ուզում եմ։ Ապե դե ասում եմ, ասում ախպեր ջան, դու ասա, դու ինչ ես ասում։ Ու սկսում են հորինել արդեն։ Էլ չի լինում խոսալ, չեն կարողանում էլ խոսել։ Չի ստացվում։ Մնացած արդեն տավտոլոգիան է, հավայի բազարն է, էլ հայկականությունն է, էլի հանգար զադնի չդնեմ երևա որ չէի ջոգե։ Մինչև այսօր բոլորին ասում ես խեք հեռացնում։ Բան Գեգամ Մանուկյան ինչ ես ուզում։ Պիտի հեռանա, ինչու։ Որովհետև մեր չգի, ու ես ինչ եմ խոսում։ Ասում ես ախպեր ջան, դու այս ինչ բան ընդունում ես, այնց առանց ասում սիրում հերթով։ Բայց ստացվում է որ նպատակը նու вообще պետության մասին չի։ Քիչ անձնական է։ Չէ, դու սխալ գիտես, կներեք, Հասմիկ ջան, երկրորդ ընտրություններն են կեղծել։ Առաջինը չեն կեղծել։ Երկրորդն է կեղծվել։ Եթե չեմ սխալվում 90-ով թվին էր, երկրորդը 6, 5, այդ վաղտ է կեղծվել, առաջինը չէ։ Ու դες գնաց ախպեր։ Չեն կարող ներկայացնել իրանց օրակարգը։ Մենք գալու ենք արժանապատիվ խաղաղություն բերենք։ Ախպեր ջան, արժանապատիվ բառը իրավական ձևակերպում չի։ Իրավական կատեգորիա չի։ Քո իմացած արժանապատիվը մի բան է, իմ իմացած արժանապատիվը մի բան է։ Դու բերելու ես, հա, ասում ախպեր ջան, իմ իմացած արժանապատիվը Հայաստանի մեջ մուշնուս ասում է մտնում է, կարում ես հետ բերես, թե չէ։ Դե եթե տենց ենք խոսում, քոլեզվով ենք խոսում։ Բայց Հայաստանի Հանրապետությունն է, ախպեր մնացած ինձ համար արժանապատիվը հարց ունես։ Դու քո իմացած արժանապատիվը ո՞րն է։ Եթե օրինակ ինձ համար անարժանապատիվ է, երբ որ դու հրապարակում իմ ճշտամու դրոշն ես վառում, ցույց տալով քո անզորությունը, քո թույլ լինելը։
Օրինակ գնել այսօր հանցագործին պաշտպանողները ոստիկանին մայր էին քրվում ու ասում թուրք եւ իրենք վստահ եմ չձերբակալվեցին դա իմ համար ժողովրդավարություն չէ ներվերից ես ինձ էի ուտում այդ մասին քիչ ես խոսում ցավդ տանեմ ով չի խոսում ես խնդրում եմ ոնց պիտի անունը ասեմ ստեղ մի քիչ ոնց որ հունարենով էլ գրած կա ես խնդրում եմ այսօրվա իմ free news-ի եթերը դիտես ուրեմն եւ ոչ միայն այսօրվա ես կարող եմ ամսաթվերը ճշտեմ քեզ ուղարկեմ դու նայես թե ես որքան եմ քննադատել ներքին գործերի նախարարությանը որ անընդհատ ասում են բարեփոխումներ ես էլ ասում եմ բարեփոխումը ես իմ մարմնի վրա պիտի զգամ քաղաքացին պիտի զգա այդ այն ոլորտն է որտեղի բարեփոխումը պիտի զգամ բայց ես հրապարակել եմ ցուցադրել եմ խոսել եմ թեմաների մասին որոնք որ եղել են նրանց բացթողումները սա մեկ երկրորդ ես այո այսօր ես եթերի ժամանակ էլ ասացի որ բանա ոստիկանի իրավական գործունեությունն են խոչընդոտում բա ով է դրա համար պատասխանատվություն կրելու եւ այլն եւ այսպես շարունակ բա ինչի՞ց ենք խոսում այսքան ախպեր ջան ախպեր կամ չգիտեմ ինչ անունդ կներես արմ վիպա գրած չեմ կարա էլի գուշակեմ ցավդ տանեմ ո՞նց ենք ասում դե այ հենց ապրես չնայած ապրես որ ասացի այ հենց այդ մեր ու երեխա քրֆողներն են հենց թուրքական խասիաթ կրողները որովհետև իմ հայկականության մեջ հայերեն քաֆուրսկի չի եղել հայերեն ամենաուժեղ քաֆուրը իշուձակն է քաֆուրների միջի բառերն են հիմնականում մոտարա բառեր Այսպիսի բաներ կա ժողովուրդ ջան հիմա դուրս են ազգային գործ չունեք ախպեր ձեր տգիտությամբ ձեր այլասերվածությամբ իմ ազգայինի հետ գործ չունեք որովհետև դուք տեղյակ չեք իմ ազգայինը որն է ես խնդրում եմ Կարինե ջան խնդրում եմ բոլորիդ եմ խնդրում որևիցե մեկին ընտրողներին քաղաքացիներին բնորոշում չտալ որևիցե մեկին մենք չենք կարա իջնենք որոշների մակարդակին չենք կարա իրանք կարան ով ընտրել է Նիկոլին կամ Արամին ինչ որ ատելության բառեր ու հայհոյանքներ օգտագործել իրանք կարան իրանք դաստիարակությունը դա է եղել ըստ էության մենք չենք կարա բա Հասմիկ ջան որ կեսը վախից է ընտրել ումից են վախեցել ինչի են վախեցել վախից ընտրել են բայց չեն վախենում թուրք են որակում սրան նրան այ հենց ճորտամտությունից եմ ասում որովհետև մենք մեր քաղաքացիները ամեն մեկը իր հերթին չի ասում սա ես եմ այս պետությունը ես եմ ես եմ ու ինչպիսին ես եմ այդպիսին իմ պետությունն է եթե ես տահաս եմ իմ պետությունը տահաս է եթե ես չեմ ուզում կրթվել թեկուզ ուշացումով ուրեմն իմ պետությունն էլ չպիտի ուզի դառնա կրթված քաղաքակրթության լուրջ մաս կազմի եթե ես ապուշ եմ իմ պետությունը նմանն է բայց եթե ես աշխատում եմ ինձ վրա ու ամեն մեկը աշխատում է ու ամեն մեկը ասում է ես եմ պետությունը հետևաբար պիտի լավը լինեմ երևացող լինեմ այս լինեմ այն լինեմ չի կարա պետությունը վատը լինի չի կարա բայց արա կամի վախենամ սրան ընտրեմ արա մարդ ես մեկ էլ են չհասկացանք այդ նույն վախեցողին եթե ասեմ այսօր այս շորդ մի հակի մի հատ ցնցոտի տամ ասեմ այս ցնցոտին հակինի հակի կերնի կռիվ կանի ձյուսեն եմ ուզում հակնեմ դու քեզ ես ստիպում իա բայց ժամանակ չվախեցար ու չտեղավորվեցիր հա ոնց որ Ինչն եմ Հասմիկ ջան դա գիտությունից է նայ ավելի པարզ ասեմ ես ուզում եմ վերսի հասկանանք ուրեմն վախը չիմացությունից է լյուբոյ ասենք ինչից մարդը վախենում է դա չիմացությունից է օրինակ երբ որ դու գալիս ես քայլում ես պատի հետևից մեկը թռնում բոյ է անում ու դու վախենում ես դա ոչ թե որովհետև բո ձայնը քեզ վախացրեց այլ որովհետև դու ինչ որ մի վարքան չիմացար ինչ է այդ չիմացությունը քեզ վախացրեց հասկանում ես հիմա վախենում եմ չեմ ասում թուրը թվան կառնի Վարդանիկի տեղի հետ հələ որ այդ շրջանին չենք ասել բայց օքեյ կարա չվախենա կարասի հա ցավը տանա հարց չկա մտնում եմ ընտրատեղամաս չի ընտրում նրան ընտրում է նրան դուրս է գալիս հա ընտրեցին հա ցավը տանա պապա հետ էլ ընտրել եմ բայց քանի որ ինքը չգիտի իրեն ուղեղը լցում են գիտես ինչ այնտեղ մենք բան չգիտեմ ինչ ձևերով տենում ենք իմանում ենք բան սկսում են իր չիմացությունը իր դեմ օգտագործել ստացվեց որ
Գիտությունը միևնույնն է մարդ տնչում է։ Վախը չի, է։ Ես ավելի շատ կասեի շոպլիկությունն է։ Լաչկամորիկությունն է։ Հետույքա լեզությունն է, ժոպա լեզությունն է։ Վախը չի։ Գիտես, ես հստակ ձեզ ասեմ, հիմա այսօրվա իշխանություններին ինչի չեն սիրում։ Նաև։ Որովհետև այսօր ոչ ոք չի կարող գլուխ գովա ասի, այս падգամավոր ընկերը սա հարցով ինչ է պետք բա, կամ ասենք մտնի դուխավոր ոնց ֆրֆրը։ Որովհետև падգամավոր ընկեր ունենալը լավ է, բայց բանա, կարես հերթական ընկերական, քո ընկերական շրջապատն է, մեկը падգամավոր է, մեկը դագաղագործ է, ինչ անես։ Դա Բայց քանի որ իրանք այն դասիրակությունն ու տեսակը ունեն, որ իրանք մայլի մեջ ուզում էին կայանային, ասում են այս ինչ Պաշտոմյանի մնգերն է, հիմի չեն կարող ասեն, որովհետև ժողովրդավար մարդիկ են նստած ընդ, ինչ անես, ասես օրինակ, հա, երնես ասես Ռուբեն Ռուբենյանի մնգերն է ապե, ինչ ա լինելու։ Ինչ ա լինելու Ռուբեն Ռուբենյանը, եթե քեզ այդտեղ վզիտ տան, Ռուբեն Ռուբենյանը չի կարող ասել, քի վզին տվեց, մարդ ուղարկի, Աֆրանիկ ուղարկի էլի։ Իսկ քո ընկերն է շատ լավ է։ Շատ լավ է, բայց դրանով դու չես կարող գլուխ գովաս ու կայանաս քո մայլի մեջ։ Այդ դրա համար էլ այս ժոպալեզ տեսակը չի սիրում այսօրվա իշխանություններին, որտեղ իր մայլում իր կայանալը մնացել է իր վրա։ Ու ինքը դրա տակից դուրս չի կարող գա։ Ու դուրս չի կարող գա, որովհետև խելք չունի։ Հասկանում եք։ Որովհետև նպատակ չունի, որովհետև երազանք ու ցանկություն չունի։ Չունի։ Իրա պիտի ասվի։ Մարդիկ գալի ասում են, ինձ լենում է ես վախեցա դրա համար գնաց, չէ, ապեր ջան, չվախեցա, պարզապես Վարդանիկի տղին, եթե դու չլսեիր, վաղը մյուս օր, ասեք, եթե Վարդանիկը դառնում է, դու գազես մեզ հիշում ես, ապեր ես գոյետ եմ եղել, ես եմ դայի, հետո գնում ես ձեր հայատ, ասում, яра, ապեր ես նստած էինք, ես էի Վարդանիկի տղեն, վсё, դու կայացար։ Ձեզ դարմայեդների հիմար է։ Այսօր ոչ մեկս չեմ կարա, իշնենք մայլա, սենց անենք, яра, ապեր ջան, Նիկոլային անձամբ տեղն է բերում, ես իրեն ճանաչում եմ, ինքն էլ ինձ է ճանաչում, ինչ հարցեր կա ստել, էսի քանդեք, ըխտից դասարկեք, ես չենք կարա ասենք։ Որովհետև դες բան ասենք Նիկոլայի, իմանա առաջինը իր անունը այդ կերպով շահարկողների հետ ավելի խիստ կվարվի։ Չի ստացվում։ Բայց եթե Քոչարյանը լիներ, դա միակ ցույց տանք Քոչարյանի հետ միակ նկար ունենք, ո՞նց։ Արա մոռացել եք։ Արա դրանց ախրանիկների հետ նկարը պահում էին իրաց ավտոյի բարձրաչոքում, գայշիկը կայնացնում էր, այդ նկարը ցույց էին տալիս, եթում էին։ Մոռացել եք այդ ժամանակները։ Սրանք այդ տեսակն են, դրա համար այսօր իշխանության չեն սիրում, որովհետև մենակ են մնացել։ Իրանք իրենց տեսակի հետ մնացել են մենակ ու կրակն են ընկել։ Բայց հիմի որտեղ եկա գան, այս ինչ բանի համար ինձ պատժելու։ Արա բայց ում անունը տամ։ Այդքան էլ ծանոթ ունեմ մեջները, բայց ոչ մեկի անունը տալու չի։ Էսի, իրանք սկսում է իզմենի մեջ։ Այդ տեսակ մարդկանց։ Որովհետև եթե դու մարզպետի հետ մոտիկ ես, դա դեռ չի նշանակում, որ դու կարաս փողոցը փայգես, գարաժ սարքես։ Եթե դու քաղաքապետի հետ մոտիկ ես, դա դեռ չի նշանակում, որ կարաս բերես 6-րդ հարգում սպալնիկ մեծացնես դրսից տրուբեկ շարելով։ Հասկանում ես, չի նշանակում դες բաներ։ Հետևաբար այդ ծանոթությունը ոչ մի բան քեզ չի տալիս։ Ուրեմն դա ասենց իշխանություն ախպեր։ Ուրեմն բերեք այն իշխանությունը, որտեղ որ ես երբ որ ժոպալեցություն եմ անում, վիզ եմ դնում մեկի աշկին լավամարդ եմ երևում, փոխարենը բան եմ ստանում։ Հասկացաք։ Այեսա, վախ չկա, վախը չի, թող ոչ ոք չխափի։ Չի կարա Հայաստանում խելացի մարդը նման իրավիճակներում ունենա վախեր։ Չի կարա։ Որովհետև մեր ազգի տեսակը այդքան ազգային ասելով քվազի ազգայինը մցրել ու դեգրադացրել են մեզ։ Ուզում եք օրինակ բերեմ, որ ասում են արա ախպեր գնացինք մտանք, sense հայավարի ապես, ասես լերվանք եսին, ու վատ բանը նկարագրում են հայավարի տակ։ Հասկանում եք, վատ բան են նկարագրում հայավարի տակ։ Ու են մենք էլ նորը հայավարի ուրիշ բան արինք ապե միար, շուստրիություն արինք միար բեջջություն ապե դե մենք հայ ենք հայավարի։ Սա տգիտությունն է, քվազի հայավարին, քվազի մեր ձևովն ու չգիտեմ ինչ ձևերովը, քվազի ազգայինը, քվազի անցիխառավոդավոդավեդա ֆիլոֆոբա ֆագինասա։ Այն որ երկար բարկա գրվեմ ձեզ արից շատերը հումոր են անում, սա բուն բնութագիրն է, ճիշտ է բարդ ու երկար բառն է, բայց էդի բուն բնութագիրն է։ Քվազի անցիխառավոդավոդավեդա ֆիլոֆոբա ֆագի։
Սա լայն լատ ինստիտուցիոնալ նկարագրություն է։ Այո, հենց այդ երկը Դավիթ ջան, աշխարհը մերն է։ Ու գիտեք, ապարում էին ինչի տակ երկրորդ տողը։ Բանը, երկրորդ տունը, որ Արարատը մեր լեռն է, Եղերն է, Թուրքի բերն է, ջան, ապարում էին։ Սա հենց այդ քվազին է, այդ դեգրադացվածն է։ Ուստեղ բաներ է աճել։ Արա, տարբերական օրինակ եմ բերում։ Հենց հիմա ինձ մոտ կա Հռոմի բանակի երգը 2000 տարի առաջ։ Այն որ Արշավի են գնացել, քայլելով ծանր շոթերով, նիզակներով, բանով, այդ երգը կա, մինչև հիմա 2000 տարի անցել։ Հասկանում եք։ Մեր բանակի երգը ո՞րն է, ով կարող է ինձ ասի։ Ես չգիտեմ, մեր բանակի երգը ո՞րն է։ Մեր բանակը ունի երգ ո՞րն է։ Ինչ որ երկեր կա, որ մեր արկեստրը նվագում է երկում, բանակի երկը մեր ո՞րն է, բանակի հիմնը ո՞րն է։ Ես չգիտեմ, հորս արած, եթե կա ու ես չգիտեմ, ես ներողություն, ես կընդունեմ, որ դեմի հետ ես չգիտեմ։ Բայց ոնց որ չկա։ Այ ապրես կնարիք ջան, աշխարհումս ինձ կուզեի Երևանը իմը լիներ, հա։ Չէ, դրանք ռազմահայրենասիրական երգեր են, Դավիթ ջան։ Պատերազմ են գնում, բալով։ Դրանց մեջ կան երգեր, որոնք որ նույնպես դեգրադացված են։ Բայց մենք չենք, այստեղ հարցեր կան։ Այստեղ կան հարցեր, ու կան շատ լուրջ հարցեր։ Ու դրանք հենց լեզվամտածողության հետ կապ ունեն նախ եւ առաջ։ Չգիտեմ, եթե պատերազմ ենք գնում նա, չգիտեմ։ Բայց ես մատ աչքից հարցում անեմ։ Որովհետև օրինակ մենք էլ մեր վաշտի երգներ բաններ, թիփի բորան, մութ գիշերին, թափառում էր ֆիդային։ Չէ, շատ երգեր կան, բայց մեկը ո՞րն է այն մի հատը, ո՞րն է հանած, պեղած, աշխատած, ո՞րն է աշխատած։ Տեսեք ինչքան հələ բաներ կան, նյուանսներ կան։ Լավ չի։ Չէ, երազիմ երկիր հայրենի ոնց կարա բանակի երկ լինի, ինչ ասեմ, երազիմ երկիր հայրենի։ Եթե դա դա շատ վատ է։ Դա շատ վատ է, որովհետև խոսքը մարշի մասին է, մարշի։ Որ քայլքի հետ պիտի նստի։ Դու չես կարող քայլելով, արշավի գնալով ու ասես երազիմ, այդ երկրի մասին է խոսքը։ Չէ, գինիլիցը չի։ Դրանք ընդ որում գինիլիցնել են դեգրադացել։ Դաշնակցություն ժողով, հա, կեստո սուտը մեռիդ հետ երկի սկզբանը, երբ որ ժողովուրդը ստեղծել է, մեջը դաշնակցություն բառն է եղել, արա։ Մի խոսքով, շատ քվազի բաներ կա մեր երկրում, ես խորհուրդ կտամ ամեն տեսեք, քանի որ վստահ եմ, Վարդանիկենք հավատացյալներ են, Սրբազանի հետևորդները, նրա համար պայքարող Գեգամ Մանուկյանից սկսած մնալ բոլորից վերջացել, բոլորը հավատացյալներ են, Աստվածաշունչը այնքան էփել են, կարդացել են, որ մի բան էլ ինձ բան կսովորեցնեն։ Ասեմ ձեզ հետևյալը։ Նայեք, Աստվածաշունչում ասում է իմ անունը զուր տեղը մի դուր։ Գիտեք ինչի համար է դա ասում, որովհետև երբ որ դու զուր ու շատ ես տալիս մի բանի անունը, դա արժե զրկվում է։ Դա արժե զրկվում է։ Եթե դու անընդհատ ասում ես հայրենասեր, ու ամեն ինչին ու անընդհատ, դա արժե զրկվում է։ Երբ որ դու ասում ես արժանապատիվ բառը արժե զրկվում։ Երբ որ դու ամեն ինչին ասում ես դավաճան, անգամ բացասական իմաստով, տեսեք, բառերի օգտագործումը, արժե զրկվում է։ Դուք պիտի որ սովորած լինեք, քանի որ հավատացյալ եք, որ զուր տեղը անընդհատ ձեր սիրելի բանի անունը լավ է որ զուր տեղը չտակ, հարկ եղած դեպքում տակ, որ արժեքը ձեր բառը զրնգա ձեր հոգում։ Հայաստան դաշինք, սա արժե զրկելու համար ստեղծված դաշինք է։ Մայր Հայաստանը նմանապես։
Լավ եղեք ժողովուրդ ջան, կներեք նյարդային է բավականին, բայց հանգստացա արդեն գժվելու բանա։ Գժվելու թուրքական օրակարգ է սպասարկում, թուրքական օրակարգ է սպասարկում։ Արա ախպեր, մի հատ կասեք թուրքական օրակարգը ո՞րն է։ Ու դուք որտեղից եք տեղյակ թուրքական օրակարգից եւ ինչու տեղյակ չեք մեր օրակարգերից։ Ո՞րն է թուրքական օրակարգը։ Թուրքը ասեց նա այստեղ արեց լուրջ։ Լուրջ։ Եթե վստահ եք, ձեզանից որևիցե մեկին 1000-րդ անգամ հրավիրում եմ բանավեճ քննարկման։ Բանավեճ քննարկման, ձեր վստահությունը ես ուզում եմ ստուգել հարցերով։ Եվ խոստանում եմ պահպանել բարևարկության կանոնները։ Խոստանում եմ ցանկացած մեկը, ով կոպիտ կարտահայտվի մեկ, մեկնաբանությունները կարող անգամ փակեմ։ Եկեք բանավեճենք։ Դրանք ինչ օրակարգ է, որ մարդկանց մեջ սրսկում եք։ Դուք զգացել եք, ախր դուք չեք հասկանում ինչ են դարձնում ձեզնից։ Դարձնում են, որ հայ ժողովրդի արժեքը գցել են աստիճան, որ բերել ձեր ուղեղի մեջ տեղավորել են, որ հայ ժողովուրդը Թուրքի հետ կռվելու համար է։ Դուք տեսեք որտեղից ուր եք եկել իջել հասել։ Որ այս աշխարհում կա մի հատ հայը ու կա մի հատ թուրքը, ու հայը Թուրքի հետ պայքարելու մարտնչելու համար է։ Всё։ Այսքան արժե զրկել եք։ Դուք մի ոնց կարող թուրքականով, այդ չի ձեր քաշը, այդ չի ձեր ուղեղի մակարդակը։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ, համբուրում եմ բոլորիդ։